ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում։ Միասին պատրաստելու ենք այսօր ժելե ռուլետ։ Շատ համեղ, շատ գեղեցիկ եւ շատ արագ պատրաստվող։ Ուրեմն մեզ ժելե ռուլետը պատրաստելու համար հարկավոր է 4 տուփ ելակի ժելե, ջուր եւ վերջ, այսքանն է մեզ հարկավոր։ Բարեկամներիս, ուզում եմ մի ճշգրտում մտցնել, ուրեմն երբ որ դուք ուզում եք ժելեն թրջել, որպեսզի ուռչի, այդ ժամանակ սենյակային ջերմաստիճանի ջուր է հարկավոր, սառը ջուր։ Եթե ինչ-որ առանց ինչ-որ հավելումների է, առանց մրգերի, հատապտուղների համի է։ Իսկ ինձ մոտ ելակի համով է, դա է պատճառը, որ արդեն ժելատինը հալված վիճակում, ուռչած վիճակում խառնել են ելակի համին եւ ստացել են այսպիսի ժելե։ Այս դեպքում մեզ հարկավոր է արդեն տաք ջուր, գոլից տաք, շատ լավ տաք ջուր։ Ուրեմն մեզ հարկավոր է երկու ժելեն մեկ ամանի մեջ լցնել, երկուսը մյուսի։ Ավելացնում ենք ջուրը, եռման է ջուրը, խառնում ենք շատ լավ։ Որպեսզի մի փոքր հալվի եւ ավելացնում ենք արդեն երկրորդ բաժակը։ Նորից խառնում ենք։ Սիրելի բարեկամներ, հիմա սպասելու ենք մինչև մեր ժելեները դառնան գոլից մի քիչ սառը, այսինքն մոտավորապես սենյակային ջերմաստիճանի ու շարունակ։ Բավականին սառել է արդեն մեր ժելատինը, հիմա մեկ ժելատինը, որը որ տեսնում եք այս թասիկի մեջ է, մի փոքր հարելու ենք, առանց ոչ մի բանի։ Ամենաթույլ աստիճանում մի փոքր հարելու ենք, մինչև լավ փրփրի։ Ստացել ենք փրփրում ժելատին։ Բարեկամներ, այսպիսի փրփրում տեսնում եք։ Հեղուկ ժելատին ենք ստացել, ուրեմն առանց հարելու ժելատինը ավելացնում ենք հարված ժելատինի վրա։ Մի փոքր խառնում ենք։ Մի փոքր էլ այստեղ ենք խառնում։ Ամենասովորական յուղաթղթի վրա մի փոքր շատ չնչին, այսպես խոզանակով ուղղակի հուսայուղ եմ արել, շատ չնչին։ Եվ արդեն մեր պատրաստի իրար խառնված ժելատինը լցնում ենք տապակի մեջ, յուղաթղթով պատված տապակի մեջ։ Այսպես։ Արդեն հավասարաչափ տարածված տապակը դնում ենք սառնարան, ոչ թե սառցախցիկ, այլ սառնարան։ Եվ սպասում ենք մինչև դնդողան։
մոտավորապես 1-2 ժամ, ավելի ճիշտ 2 ժամ, որպեսզի ավելի լավ տոնդողանա եւ հանգիստ արդեն կարողանաք փաթաթել։ Մնալու է սառնանը, որից հետո արդեն նորից միասին կշարունակենք, մեզ մնում է միայն ռուլետը փաթաթել եւ կտրտել։ Սառել է բավականին, արդեն ուղիղ 2 ժամ անցել է, այսպես ձեռքի օգնությամբ առանձնացնում ենք արդեն ժելեն եւ մեկ ուրիշ յուղաթղթով պտտում ենք, շոր ենք տալիս, այսպես ասած, այսպես։ Այսպես ի փոքր եւ կտրում ենք, ստանում ենք այսպիսի գեղեցիկ ժելե ռուլետ։ Շատ հանգիստ կտրվում է։ Սուր դանակով էլ կարելի է։ Ստացանք այսպիսի գեղեցիկ ափսե։ Իհարկե մոտիկից հիմա կնկարեմ, որպեսզի դուք տեսնեք։ Շատ գեղեցիկ են լինում, մանավանդ երբ ենթադրենք գույներով խառն են լինում։ Սիրելի բարեկամներ, խնդրում եմ անպայման փորձեք։ Նախ որ շատ հեշտ է ու արագ է պատրաստվում, երկրորդը շատ բաղադրիչներ չի պահանջում եւ երրորդը որ շատ համեղ է լինում եւ իհարկե ամենակարևորը որ շատ համեղ է, բոլորն էլ սիրում են ժելե, խնդրում եմ անպայման փորձեք։ Սիրելի բարեկամներ, խնդրում եմ մի մոռացեք հավանության նշանները դնել, իհարկե տեսանյութը մինչև վերջ դիտել, որպեսզի դիտում համարվի, ամեն անգամ չեմ ուզում ասել, որովհետև մի տեսակ չգիտեմ, ինձ մոտ չի ստացվում հաճախակի դա կրկնել։ Համոզված եմ, որ բոլորի դուր եկա, որովհետև բարդ չէ բոլորովին ու իհարկե շատ համեղ է, փորձեք։ Շնորհակալ եմ բոլորիցը, սիրում եմ բոլորի, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցը։